Ողջույն։ Մայիս ամիսը մեզ համար միշտ շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան հայրենական պատերազմում հաղթանակ տարած որևէ այլ երկրում, որովհետև մեզ համար եղել է հաղթանակների ամիս՝ եռատոն։ Մայիսի 9-ին մենք նշել ենք Շուշի ազատագրման օրը, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը, հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, մայիսի 28-ին Սարդարապատում մեր հաղթանակի և Առաջին հանրապետության հիմնադրման օրը, իրոք հաղթանակների ամիս։ 5-րդ տարին է, որ մայիսի 9-ը չենք նշում, պարզապես ոչ աշխատանքային օր է, նշելու սիրտ չկա, տրամադրություն չկա, ոչ Շուշին կա, ոչ պաշտպանության բանակը։ Այսօր զզվելի տեսարան էր աչքիս, լուրջ եմ ասում, զզվելս եկավ։ Առաջ Հայաստանի պաշտոնական էլիտան գնում էր հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցում հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, տոնում հաղթանակը, այնուհետև այցելում էին Եռաբլուր, Արցախյան պատերազմում նահատակվածներին հարգանքի տուրք մատուցում և տոնում նրանց արյամբ ձեռք բերված Շուշիի հաղթանակը։ Այսօր Նիկոլի պաշտոնյաները եկել էին միայն հաղթանակի զբոսայգի։ Բոլոր պաշտոնյաներին համառ լրագրողները հարցնում են. այսօր ձեզ համար ինչ օր է, եռատոն է թե ոչ։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է ոչ, եռատոն չէ, Շուշիի հաղթանակ չկա։ Սա նախկինների ազատագրած Շուշիում հարսանիքներ անում, ինքը հանձնեց, էլ տոն չկա իր համար։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ցրում է, ասում է չեմ պատասխանի, չեմ մտնի ձեր տրամաբանության մեջ, սադրում եք։ Արտաքին գործերի փոխնախարար մնացական Սաֆարյանը ասում է հաղթանակի օրն է հայրենական պատերազմում։ Պատերազմում այո, պարտվել ենք։ Չկա երկիր, որ պարտված չլինի, բայց ո՞րն է ձեր նման կորցրել դեմքը, ո՞րն է ուրացել իր կորուստը, ով է ձեր ճակատին զենք դրել ու ասում մոռացիր Շուշին։ Ալիևն է պատվիրել։ Նա է պահանջել, որ հիշեք միայն իր հաղթանակը, իսկ մեր հաղթանակների մասին մոռանաք։ Դուք էլ պետության էլիտա եք կոչվում, ղեկավար եք կոչվում, այսքան անողնաշար։ Ասենք չխոսեցիք Շուշի ազատագրման տոնի մասին, ինչ, մոռացության եք տալիս, հույս չունենաք։ Ձեր մասին շատ ավելի շուտ կմոռանան, քան դուք պատկերացնում եք։ Բոլորը երազում են, որ այս ձեր խմբակը արագ ավարտի իր քաղաքական կարիերան ու ձեր մասին հիշեն միայն պատմության դասագրքերը թերթելիս որպես համաշխարհային պատմության մեջ բացառիկ դավաճանների խմբի։ Դուք մոռացության եք մատնվելու, քաղաքական պատմության աղբար կղնեք գնալու։ Դուք այն սարսափելի երազն եք, որ առավոտ զարթնում ու պատմում են ջրին, բայց մայիսի 9-ը մնալու է որպես Շուշին ազատագրելու օր։ Մենք երազում ենք այդ ազատագրումը վերականգնելու մասին ու ով գիտե ինչպես կդասավորվեն զարգացումները, գուցեև իրականություն դառնա։ Այսօր Շուշի ազատագրման օրը Ալիևն ու կինն են այցելել Շուշի, չայ խմելու են գնացել։ Դիտմամբ են արել, մեզ ցավեցնելու համար են արել։ ՔՊ-ն ու Ալիևը նույն բաներն են ասում։ Սրանք ասում են մոռանանք Շուշիի մասին, նա էլ ասում է Շուշին իմն է, ղալաթ եք արել։ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, ոչ մի խոսք Շուշիի հաղթանակի մասին, նույն և պետական բոլոր պաշտոնյաների ուղերձները։ Լուրջ կասկածներ ունեմ, որ հրամանը Ալիևից է գալիս։ Այս տարի պատվիրում է չնշել Շուշի ազատագրումը, հաջորդ տարի պատվիրելու է սեպտեմբերի 27-ը կամ նոյեմբերի 9-ը հայտարարեք Ադրբեջանի հաղթանակի տոն։ Այն որ գրիչով հանձնեցիր հսկայական շրջանները առանց կրակոցի։ Մյուս տարի էլ կպահանջի, որ Պրահայի հոկտեմբերի 5-ը հայտարարեք տոն։ Դուք եք, չէ, սեպտեմբերի 19-ը հայտարարում ինքնիշխանության օր, այն որ հայրենակիցները հազարամյա հողը թողեցին, իրենց կառուցած տները թողեցին, լցվեցին մեքենաներն ու փախան, չցեղասպանվելու հույսով, դա դուք ասում էիք Հայաստանի համար, մեզ համար ինքնիշխանության օր է։ Նիկոլը Մոսկվայում մասնակցում է հաղթանակի զորահանդեսի, դու ինչ կապ ունես հաղթանակի հետ։ 20 երկրի ղեկավար Մոսկվա է ժամանել հաղթանակի զորահանդեսին։ Նրանք բոլորը ասելու, պատմելու, հպարտանալու բան ունեն։ Դու ինչ ունես։ Բելարուսի, Ղազախստանի, Չինաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Վիետնամի, Բրազիլիայի լիքը երկրների ղեկավարներ են Մոսկվայում։ Ամեն մեկ ինչ որ արած ունի, որով կարող է հպարտանալ։ Դու ինչով ես հպարտանալու։ Որ մեկի հետ կարող ես հավասարը հավասարի հետ խոսել, որ մեկի կողքով կարող ես հպարտ քայլել։ Նրանք գիտեն քո մասին, հենց նրանց քաղաքացիներն են մեզ ամեն անգամ հանդիպելիս ամոթանք տալիս, թե ում եք պահում ղեկավար։
Դու ինչ կապ ունես հաղթանակի զորահանդեսի հետ։ 7 տարի ղեկավարում ես արդեն, մի զորահանդես կազմակերպել ես։ Հայրենական պատերազմի ժամանակ մեր փոքր երկիրը 100 հազարավոր զոհ է տվել։ Հայրենական պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 100-ից ավելի հայ։ Բա այդքան ներդրում ունենք հաղթանակի մեջ։ Հելնես մենակ են փափախը դնես գնաս ու տեսնես, թե ոնց է տասնյակ երկրներ մասնակցում զորահանդեսին, իրենց ծափ տաս, Ադրբեջանի բանակին ծափ տաս։ Ադրբեջանի Վաշտը զորահանդեսին մասնակցում էր վստահաբար ոչ թե հայրենական պատերազմին, այլ Արցախյան պատերազմում հաղթանակի տրամաբանությամբ։ Որպես ով էր Նիկոլը գնացել Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթին։ Մարշալներ Համազասպ Բաբաջանյանի, Հովանես Բաղրամյանի, Ծովակալ Իսակովի ներկայացուցիչ։ Ոնց կարող է հանձնվողը, պարտվողը, դավաճանածը հաղթանակած հայ ժողովրդին ներկայացնել։ Ամաչում եմ ժողովուրդ, ամաչում եմ։ Կրկնում եմ, Մոսկվա այցելած ամեն երկրի ղեկավար հպարտանալու բան ունի։ Բրազիլիայի նախագահը հպարտանալու բան ունի, Եգիպտոսի նախագահը հպարտանալու բան ունի, Չինաստանինը, Ղազախստանինը, Պաղեստինինը, երկիրը սարքել են փլավ քամիչ, չի հանձնվում։ Դու անձամբ ինչ հպարտանալու բան ես, ինչ ես արել, բացի քո թավշախ խուժանությունից։ Ափսոսում եմ ու ամաչում եմ մեր հերոսների այս անտեսվածության համար ու միջակից ցածրերի ամբիոններ բարձրանալու համար։ Հաղթանակածները, ազատագրածները, գրավածները մի կողմ են քաշվել, անտեսվել են, վարկաբեկվում են, դատվում են, միջակը, մանրը, վախկոտը, աղբը ջրի երես է դուրս եկել։ Երեք երկրապահի օրն էր։ Իր ղեկավարած կառույցը հողին հավասարեցրած ՔՊԱ-ական Սասուն Միքայելյանն էր գնացել Եռաբլուր, հիշատակ անարգելու։ Երկրապահը այդ անունը շատ բան է ասում։ Ոնց դուք այդ անուն ունեցող կառույցը համաձայնեցիք հանձնել այդ ՔՊԱ-ականին։ Երկրապահների կյանքի գործը եղել է Արցախ պահելը, ազատագրելը։ Եթե հարցնես երկրապահներին ինչ է կարել սաղ կյանքում, կասեն Արցախ ենք ազատագրել։ Այդ մեկը միայն արդեն հերիք է, բայց էր սաղ կյանքի գործը Սասունը պռավալ տվեց, հայտարարեց, թե թավշախ խուժանությունը Արցախում հաղթանակից կարևոր էր, թույլ տվեցիք դառնա ձեզ ղեկավար։ Սասունն ու ՔՊ-ն հանձնել են հողերը ու ասում է Վազգենի պատգամն ենք կատարում։ Վազգենի պատգամը Շուշին հանձնելն էր։ Երկրապահը Սասուն Միքայելյանը բերեր դարձել է Նիկոլին քույր կառույց, այն Հանրապետություն կուսակցության նման մի բան է սարքել, ՔՊ կցորդ։ Այդ կառույցը դարձել է ՔՊ-ի համար փողով ստատուս գրող ֆեյքերի ֆաբրիկա։ Ապրիլի 23-ին Նիկոլը պետական բյուջեից 235 միլիոն դրամ է տալիս երկրապահին, 3 օր անց իրենց Facebook-յան էջում Ռոբերտ Քոչարյանի դեմ հոդված են գրում։ Հայրենիքը վարի տվին ձեն չհանիք, Վազգեն Սարգսյանի արձանը պղծեցին ձեն չհանիք։ Մի հատ խրոխտ տեքստ չտեսանք։ Մի քանի կոպեկ փող տվեցին, մեկ էլ հոп խրոխտ տեքստ Քոչարյանի դեմ։ Սասունն ասում է իմ երջանիկ օրերից մեկը Շուշիի ազատագրման օրն էր։ Չէ, սխալվում ես։ Քո երջանիկ օրերից մեկը այն օրն էր, երբ հեղափոխության շնորհիվ տղետ դարձավ քաղաքապետ աղջիկդ մարզպետի օգնական։ Վառելիքի կալոնկատ էլ շարունակեց եկամուտ բերել։ 7 տարի առաջ այսօրը Նիկոլը Արցախ էր այցելել, ուղերձեր հղել, ասում էր Շուշի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը բացառիկ կարեւորություն ունեն մեր նորագույն պատմության համար։ Ասում էր Շուշի ազատագրումը հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Ասում էր Արցախի հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սա կարգության առարկա չեն։ Դրանք բացարձակ արժեք են մեզ համար։ 7 տարի առաջ այս ուղերձն ես հղել։ Սենց ամեն ինչ ուրացար ու փոխարենը ինքնական գետինը մտնելու շարունակում ես խայտառակել մեզ։ Ասում է Հայաստանի Հանրապետությունը գնում է ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Ոչ, դու գնում ես խայտառակության ճանապարհով, դու գնում ես փակուղի ու մեզ տանում ես քեզ հետ։ Կարճ ասած։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Սա նույն մարդն է, որ ասում էր Ղարաբաղի հարցը ի հեճուկս Ադրբեջանի սադրանքների չունի ռազմական լուծում։
Ներքին սադրանքները ովքեր են անում, ինչ եք կարծում, ում պատճառով է, որ խաղաղություն չկա։ Մեր խաղաղությունը խախտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Խաղաղության խոչընդոտը այդ մեկ անձն է։ Նա իր բանակցելու անկարողությամբ, իր խեղճ տեսքով, իր հանձնվողականությամբ, իր զիջումներով հակացուցված է խաղաղությանը։ Նա կարող է երազել խաղաղության մասին, բայց նա խաղաղություն չի կարող բերել։ Նա միայն բերում է պատերազմ, հանձնումներ, զոհեր, վիրավորներ, բռնագաղթացներ, խեղված ճակատագրեր, կորուստներ ու կորուստներ։ Չի կարող խաղաղություն բերել նա, ով կատարում է թշնամու պատվերները։ Խաղաղություն հնարավոր է միայն առանց Փաշինյանի, իսկ իրենով երբեք։